Հովհաննես 7 Հիսուսի եղբայրները չեն հավատում։ Դրանից հետո Հիսուս շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդները ուզում էին սպանել նրան։ Հրեաների տաղավարահարած տոնը մոտ էր, և նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես, որովհետև չկա մեկը, որ թաքուն գործի և դեռ ուզենա իրեն համարձակ ներկայացնել։ Եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնիր քեզ աշխարհին»։ Քանի որ եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան, Հիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե մարդկանց գործերը չար են։ Դուք գնացեք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլեայում։ Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։ Հիսուս Երուսաղեմում տաղավարահարած տոնին։ Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տոնի ժամանակ և ասում էին. «Ո՞ւր է նա»։ Եվ ժողովրդի բազմության մեջ նրա մասին քրթմնջում կար։ Ոմանք ասում էին. «Լավն է», ուրիշներն ասում էին. «Չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։ Եվ հրեա առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։ Տոնակատարության կեսին Հիսուս տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպես գիտե գրվածքները, քանի որ բնավ չի սովորել»։ Հիսուս նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ Նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, թե Աստծուց է արդյոք, թե ես ինքս ինձնից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվեց, բայց ձեզնից ոչ ոք օրենքը չի կատարում։ Ինչու եք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխան տվեց ու ասաց. «Քո մեջ դև կա, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ Հիսուս պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ամենքդ զարմացել եք։ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլպատությունը, թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ հայրերից։ Եվ շաբաթ օրով մարդ եք թլպատում։ Իսկ արդ, եթե մարդը շաբաթ օրով թլպատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, իմ վրա եք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի։ Աչքներիդ երևացածի պես մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք»։ Վեճ Հիսուսի անձի շուրջ։ Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ նա, որին ուզում էին սպանել, իսկ ահավասիկ բացահայտորեն խոսում է, և դրան բան չեն ասում։ Գուցե արդարև իշխանավորներն էլ ճանաչեցին, թե սա է Քրիստոսը։ Բայց մենք սրան գիտենք, թե որտեղից է, իսկ Քրիստոս երբ որ գա, ոչ ոք չի գիտենա, թե որտեղից է»։ Հիսուս աղաղակեց տաճարի մեջ, ուսուցանում էր և ասում. «Եվ ինձ գիտեք,
և գիտեք որտեղից եմ։ Ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց, նա, որին դուք չգիտեք։ Ես գիտեմ նրան, որովհետև նրանից իսկ եմ, և նա ուղարկեց ինձ։ Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։ Սակայն բազմության միջից շատերը հավատացին նրան և ասում էին. երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի նշաններ պիտի անի, քան սա է անում։ Հիսուս հայտնում է իր մոտալուտ մեկնումը աշխարհից։ Եվ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները լսեցին։ Եվ քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։ Հիսուս ասաց. մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ, և ապա գնում եմ նրա մոտ, ով ինձ ուղարկեց։ Ինձ կփնտրեք և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Հրեա առաջնորդներն իրար ասում էին. իսկ դա ուր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք։ Մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա, և հեթանոսներին պիտի ուսուցանի։ Ինչ է այն խոսքը, որ նա ասաց. կփնտրեք ինձ և չեք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Կենդանի ջրի աղբյուրը։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր ասելով. եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, քանի որ հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ։ Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. սա է ճշմարիտ մարգարեն։ Ուրիշներն ասում էին. սա է Քրիստոսը։ Իսկ դեռ ուրիշներ ասում էին. միթե Քրիստոս Գալիլեայից է գալու։ Չէ՞ որ գիրքն ասում էր, թե Քրիստոս գալու է Դավթի սերնդից և Բեթղեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր, և ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ, և նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռք չդրեց։ Իսկ սպասավորները վերադարձան քահանայապետների և փարիսեցիների մոտ, և սրանք նրանց ասացին. ինչու նրան այստեղ չբերեցիք։ Սպասավորները պատասխանեցին ու ասացին. ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը։ Փարիսեցիները ասացին. միթե դուք էլ եք մոլորվել, միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրենք չգիտե և նզովյալ է։ Նիկոդեմոսը, որ նախապես գիշերով եկել էր նրա մոտ և նրանցից մեկն էր, նրանց ասաց. միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախ նրանից լսած և կամ իմացած չլինի, թե ինչ է գործել նա։ Նրան պատասխանեցին ու ասացին. միթե դու էլ Գալիլեայից ես։ Քննիր ու տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս։